Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք Երևանի ավականու անդամ Սարգիս Տերեսյանի հետ, ով մեծ է զրույցում մանրամասներ կպատնի 3 Երևանի ավականու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից։ Պարոն Եսայան, դուք այսպես թիրախում եք հիմնականում, հարվածներ այնտեղ շշեր, ջուր շպրտել իրար վրա, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմությունը քաղաքացիական պայմանագրին մեղադրեց քվեներ գողանալու մեջ, դրանից հետո այսպես իրավիճակը լարվեց, այնտեղ ոստիկանություն ու անգամ այնտեղ չէին տարբերում թիմակիցներ էին իրար հարվածներ հասցնում, ինչ կատարվեց այդ պահին եւ սադրանքը որ կողմից եկավ, որտեղից սկսեց, քանի որ իշխանության ներկայացուցիչները օրինակ ասում են, որ այ տեսեք, սա նախերկանքն է, պատկերացրեք դուք որ գաք խորհրդարան, ինչ է կատարվելու, տանձիկ եք դառնալու իշխանության պատգամավորների համար։ Այո, այդ սպառնալիքները հնչեցին բազում անգամներ, բոքսի տանձիկ եք դառնալու, ու իրենք փորձեցին այդ երևույթը բոքսի տանձիկի վերածեն ավականիում, նախադեպային լինի ապագա պատգամավորների համար, որպեսզի այսպես ասած իրենց վախը բռնած լինեն, բայց իրենց մոտ չստացվեց դա իրականացնել, քանի որ հասկացան, որ մենք եւս թասիբով մարդիկ ենք, ավականիներ ենք, մեր ժողովրդի ընտրյալներն ենք եւ պայքարելու ենք հանուն արդարության, հանուն մեր արժանապատվության։ Հիմա կանգնում են ավականու դեմքով, ասում են ավականու անունից իրենց ԿՊ-ի, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին մեր խմբակցության ղեկավարի մեր կուսակցության ղեկավարի անունից անունով ասում են իբրև պետական դավաճան։ Դա եկեք չմոռանանք, որ անմեղության կանխավարկած կա ու իրենք միանգամից ուզում են այն ֆոնի վրա բերեն, որ իբրև մենք դավաճանների թիմակիցներ ենք, դավաճանի թիմակիցներ ենք ու մեզ լրացնում են դրանով, այսինքն զրպարտում են մեզ փորձում են ամաչացնեն, փորձում են նվաստացնեն դրանով եւ ամբողջ ավականու նիստը, որ իրենք պետք է հարց ու պատասխանները ստանային, մենք բարձրաձայնենք քաղաքի այդ կոլապսի ենթարկած իրենց աշխատավոճը, իրենց վատ վերաբերմունքը քաղաքի բնակիչներին, իրենց ընտրողներին, 16 մենք հարց ունեինք իրենց տալու, 16 հոգի գրանցվել էին, իրենք միանգամից վերացեցին սադրեցին այդ ծեծկռտուկը, սադրեցին այդ կռիվը, որպեսզի այդ հարցադրումները չլինի եւ վերջի նստաշրջաններ այս ամառվա եւ իրենք փորձեցին այնպես անեն, որ ժողովրդին հասու չլինի այդ խնդիրները։ Քանի որ իրենք շատ բաց թողումներ ունեն քաղաքի ավականու իրենց կառավարման մեջ, ես 3 ամիս է ընդամենը ավական եմ ու ուսումնասիրել եմ թե Էրեբունի համայնքում, թե Շենգավիթի համայնքում ինչ անմխիթար վիճակում են համայնքները, թե կոյուղագծերի, թե ջրատարների, թե տանիքների, թե նկուղների, ամբողջը իրենք ցույց են տալի ամեն տարի բյուջեով բերում են, որ այս տարվա բյուջեով 327 միլիոն դրամի իրենք ծախս են ցույց տալի իբրև կոյուղագծերի վերանորոգում, բայց գնում ենք նայում ենք, ստուգում ենք, ոչ մի բան արած չի, կիսատ, պռատ, անորակ, կարկատած վիճակ է եւ բնակիչները բողոքում են։ Մենք այդ քաղաքային խնդիրները պետք է բարձրաձայնենք, իսկ իրենք չեն թողում, իրենք վերածում են քաղաքական ինչ-որ թեզեր են բերում մեջտեղ, որը իրենց կողմից անշնորհք պահվածք էր։ Ոնց շիշ նետելը մեր վրա։ Դուք տեսաք, առաջինը իրենք սադրեցին։ Միքայել Խաչատրյան, եթե չեմ Ես չեմ ճանաչում իրենց ավականիներին անուններով, ով փորձում էր շիշ նետել։ Նայեցեք, եթե սխալվում եմ, բայց եթե ճիշտ եմ հիշում, Միքայել Խաչատրյանն ինքն էր, որ փորձում էր, հետաքրքրեց, որ փորձում է իրավիճակը այսպես հանդարտեցնել։ Դուք ֆիքսել եք, ով ձեզ այդ պահին հարված հասցրեց։ Նայեք, ես փորձեցի, երբ որ մեր ավականի Գրիգոր Իսկանդարյանին իրենք վերցրեցին օղակի մեջ եւ սկսեցին հարվածել, որպեսզի իրեն լրացնեն, սադրեցին, կանչեցին իրենց կողմ եւ այդ ժամանակ ես գնացի, որպեսզի իրան օգնեմ, իրան չթողնեմ, որպեսզի իրան հնարավոր էր, որ մահացու հարվածներ տեն։ Գնացի, որ օգնեմ, այդ ժամանակ ես չզգացի, չտեսա ովքեր հարձակվեցին իմ վրա
Նաև մի 20-30 հոգի, նաև հասարակական կարգի աշխատողներն էին, քաղաքապետարանի վարչության աշխատողներ էին, տարբեր վարչությունների տեսանյութերի մեջ երևում է։ Տարբեր աշխատակիցներ քաղաքացիական հագուստներով, իսկ ոստիկանության հագուստներով մարդիկ չկային։ Կային իրենց զուտ անվտանգության աշխատողները, որոնք չէին փորձում հասարակական կարգ պահպանել։ Ինչ էին այնտեղ անում։ Այսինքն իրենց գործառույթը այն է, որ եթե քաղաքապետարանում ավականու նիստի ժամանակ ինչ-որ մի թյուրիմացություն է լինում, իրենք գան եւ դուրս հրավիրեն եւ պահպանեն անվտանգությունը, թե ավականու, թե քաղաքապետի։ Բայց այսինքն իրենք եկել կանգնել նայում էին, թե ինչպես են աշխատակազմի քաղաքապետարանի տարբեր վարչությունների աշխատողները եւ նաեւ հասարակական կարգի պահպանության աշխատողները մեզ հարվածում, մեզ խփում, ու չեն փորձում կանխել միջամտել։ Իրենք չեն փորձում կանխել միջամտել, այո, հենց դա էր հետաքրքիր, այդքանից հետո իրենք շտապօգնություն չէին կանչում, որպեսզի առաջի բուժօգնություն ցուցաբերեն։ Այնտեղ նաեւ Տիգրան Ավինյանն էլ դուրս եկավ, հա, այդ պահին ինչու չհաջողվեց նրան կանխել իրավիճակի ու թիմակիցներին, այսպես ասած։ Արդեն ինքը վերջում եկավ, վերջում այն ժամանակ եկավ, որ արդեն քաոսի էր վերածվել, ինքը եկել կանգնել էր, հետո նայում ենք տեսանյութերի մեջ, ինքը եկել կանգնել է մի տեղ, որ մեկ այլ տեղում հարվածում են մեր ավականներից մեկին։ Շփոթված հարվածում են իրենց աշխատակազմի ղեկավարներ աշխատողներից մեկին, քանի որ Կապույտ Վերնաշապիկով էր, ես նույնպես Կապույտով էին, շփոթել էին, իրան իմ փոխարեն մեկ ուրիշին էին հարվածում։ Ինքը կանգնած նայում է, չի կարող, գոռում է Արսեն, բայց խառը այտենց հարվածներ էին հասնում։ Բան ես այն է, որպես այնտեղ հա ներկա ինչից հիմնականում սկսվեց այդ ծեծկրտուկը, միայն այդ արտահայտությունից, որ դառնալու եք բոքսի տանձիկ իշխանության։ Նաև որ մեր կուսակցության նախագահին, մեր շարժման, մեր Արմեն Բախմուկչյանը ասաց, որ պետական դավաճան, մենք կանգնեցինք, ասենք անհիմն մի խոսա, պետական դավաճան մեղադրանքը դա զրպարտանք է, դեռ դատանի որոշում չի եղել, դատաքննություն չկա, մինչև վերջնական գործի վարույթը դու ոնց ես քեզ թույլ տալի մարդու հասցեին նման բաներ ասած։ Իրանք մտածված սադրում էին։ Այդ բոքսի տանձերը ասվածքը, շիշ շպրտելը։ Հետո միջանցքում եւս շարունակվում է։ Այո, միջանցքում եւս շարունակվում։ Այնտեղ ինչ իրավիճակ էր։ Արդեն միջանցքում, այո, իրանք փորձեցին տեսախցիկներից հանեն դուրս, որպեսզի տեսախցիկները չերևա ու սկսեցին միջանցքում արդեն այլ սենյակում հարվածել։ Ու կանայք եւս կին ավականու անդամները եւս այսպես ակտիվորեն մասնակցում էին։ Այդ միջադեպից հետո եղել է, որ հանդիպեք օրինակ ավականու անդամներից ԿՊ-ի միալ հասկանաք, զրուցեք, չգիտեմ, նման բան եղել է, թե ոչ։ Ոչ, զանգ չեմ ստացել։ Ես երբ որ գնացի Երևանի բժշկական կենտրոն, վատ է զգում, սրտխառնոց գլխացավ սկսվեց մոտս։ Գնացի որպեսզի նկարեմ, կատե անեն։ Այդ ժամանակ ոստիկանությունից եկան, այնտեղից եւի զանգեցին, ընթացակարգով ոստիկանները եկան։ Կենտրոնից բժշկական։ Հա, զանգել էին, ահա զանգ էին արել, տեսամ իմ վիճակը։ Եկան եւ ինձանից գրություն վերցրեցին, որ ինչ է պատահել, սուտ ցուցմունք չտաս, իրականությունը ասա, դե պարզավ չէ ասել, ընկել եմ, խփել եմ գլուխս միտը։ Ասացի, սենց եթերում երևում է, տեսանյութերը կա, ծկրտուկ կա եղել քաղաքապետարանում, այդքանը։ Այսօր զանգել են քննչականից, առավոտ շուտ պետք է գնամ։ Վարույթ կա այս մասով։ Վարույթ կա։ Իսկ ինչ շարունակ, չգիտեմ, սպասումներ կան այդ գործընթացից։ Անաչար դժվար։ Եթե ես առավոտյան զարթնեցի ու մտածում էի, որ քաղաքապետարանի այդ վարչության պետերը, ովքեր իրենց դրել էին Ռեյնբոյի տեղ ու 30-40 հոգով հարձակվել էին երկու ավականու վրա, ես առավոտյան զարթնեցի ու մտածեցի, որ իրանք կունենան արժանապատվություն ու եւ հրաժարականի դիմումներ կտան։ Կհիշեք, որ տեսանյութերում երևում է, ես իրանց անունները չգիտեմ, ճիշտ ասած, իրանց չեմ էլ ճանաչում այդպես, բայց հնչում էին տարբեր անուններ, իրանց ես մտածեցի, որ իրանք հրաժարական կտան եւ որպես այս երևույթը չկրկնվի, անգամ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տար, քանի որ սա
երևույթ է, եթե Եվրոպա եք գնում, Եվրոմիություն եք դուք հավակնում, ամբողջ օրը առավոտից իրիկուն Եվրոպայից եք խոսում, Եվրոինտեգրումից, դուք ինչ իրավունք ունեք օրինական ընտրված ավականում 40 հոգով բռունցքներով հարվածեք եւ չթողու անպաշտպան ավականու այն էլ ոչ ձեռքին մի բան կար, ոչ քար կա, ոչ գրիչ կա, հասկանում եք, դա իրանց կողմից վերածել են իրանք Աֆղանստանի, անգամ Ռուսաստանի, որ իրանք ասում են ռուսամետեր, բայց իրանք Աֆղանստան են սարքում, ավտոմատներով, զենքերով վիճակ են սարքում Հայաստան, որ ով մի հատ ընդդիմությունից վատ խոսա, ռեպրեսիա օգտագործեն, մտնեն տները խուզարկեն, տանեն 2 ամիս ապօրինի պահեն, ինչպես Անդրանիկ Թևանյանին են տարել ապօրինի կալանավորել են առանց հիմքի, որպեսզի մեկուսացնեն Քարոզ Արշավից։ Այսինքն ավականու նիստը եւս իրենք վերածում են այդ բազարի, ծեծկրտուկի թեմաների են բերում, որպեսզի ամբողջը տապալեն եւ քողարկեն իրենց կոլապսի ենթարկած քաղաքը։ Կառավարումը իրենք տապալել են, իրենք չեն կարողանում։ Միլիարդավոր դրամներ են դուրս գրում բյուջեից, որ ուսումնասիրում են լույս հիմնադրամի զեկույցները, բայց նայում ենք, գնում ենք, ստուգում ենք, ոչ մի բան նորմալ կարված չի քաղաքի կառավարումը նորմալ չի կատարվում իրենց կողմից։ Իրենց խոստումները նախընտրական Քարոզ Արշավի, որ էս կանենք, այն կանենք, ինչ ասել են, 5 անգամ պակաս են արել ու դեռ փորձում են անել։ Բայց այն նաև օրինակ, երբ որ հետևում էի վերլուծաբանների քաղաքագետների տեսակետին, ասում են, որ այս միջոցով նաև ԿՊ-ն փորձում էր դաս տալ ընդդիմադիրներին, թե ինչ է իրենց սպասվում ազգային ժողովում։ Նման տպավորություն կար, թե ոչ։ Դա միանշանակ իրենք փորձում են պահեն այդ վախի մթնոլորտը, բայց դա իրենք չեն մտածում, որ Մայր Հայաստան խմբակցության ավականիները թասիբով տղան են, բոլորն էլ իրենց պատասխան են տալու, բոլորն էլ չեն թողելու բոլորս էլ, որ մեզ մեկը փորձի նվաստացնի, թեկուզ իրենք 50 հոգի են, մենք 3-4 հոգի ենք, մենք չենք թողի դա կլինի, մենք մեր ժողովրդի ընտրյալներն ենք, մենք ունենք մեր քվեները եւ մեր քվեների, մեր մանդատի համար պայքարելու ենք հանում մեր քաղաքի բարօրության։ Այսինքն իրանց այդ փորձերը աֆղանստական, աֆրիկական փորձերը չի լինելու Հայաստանում, չեն տպավորություն, որ նախապես ինչ որ ծրագրված է դե նիստից առաջ որ այո, նախապես իրենք պլանավորած էին, քանի որ քաղաքապետը դուրս եկավ, որպեսզի իր վրա չվերցնի այդ պատասխանատվությունը, եւ եկավ, քանի որ օրակարգը սպառվեց, իրենց չզեկուցվող 40 քանի իրենք բան էին բերել, ասենց անցկացրեցին արագի մեջ չզեկուցվող, մենք փորձեցինք զեկուցվողի բերել, ասացին ոչ, ասենց անցկացրեցին, ինքը գնաց շուտ, եկավ Փամբուկչյանը։ Ու իրանք հենց եկավ ու սկսեց արդեն այդ կռիվը սարքել։ Հիմա օրինակ մյուս նիստը սեպտեմբերի 8-ին է։ Ոնց եք պատկերացնում, որ էլի կրկին գնալու եք նստեք, աշխատեք, օրակարգեր քննարկեք։ Նայեք, եթե իրենք այս երևույթը չեն պատժվում ոչ մեկ իրենց կողմից, չեն դատապարտվում, համապատասխան նկատողություն չեն ստանում, մի բան էլ խրախուսանք են ստանում, մեզանից հետո իրանք ընդմիջում են հայտարարում, հետո գալիս է քաղաքապետը ասում է ճղրելու եմ, չէ, բոլորի տեսան քերթելու եմ, հա, քերթելու եմ ընդդիմադիրների նայեք ինչ են անելու, հա, բայց մեր վրա ընտրակաշառքի գործ կար հարուցված, այսինքն Մայր Հայաստան խմբակցության ավականիների ոչ, ովքեր բաժանել են, եթե կա քննչական վարույթ, թող գնա նրանց հետ, դա իրանց գործառույթը չի։ Թող գնա քաղաքապետը կամ իրանց վերնախավը գնան այդ հարցով լուծեն, տեսնեն հələ դա ճիշտ է, սխալ է, վարույթ կա, վարույթ չկա, մենք ինչ կապ ունենք դրա։ Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունը նման բաներ չի արել, ու իրանք չունեն այդ փաստերը, որ մեզ մեղադրեին մեր հանդեպ զրպարտանք անեին, իբրև մենք գումար ենք բաժանել։ Մենք մաքուր արդար Քարոզ Արշավ ենք արել դասական ոճով, բուկլետ բաժանելով, փողոցներում քայլելով, ռուպերով խոսալով, ժողովուրդյան ընդհակառակն իրենք մեր հանդեպ 3 ընտրատեղամասերում արդեն
Սահմանադրական կարգ խախտեցին, 3 ընտրատեղամասերի արդյունքները չեղարկեցին, մենք դիմեցինք ընտրական կենտրոնական հանձնաժողով, դատարանը որոշեց, որ պետքա նոր ընտրություն լինի, իրենք դա նորից կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասաց, ոչ չի լինելու, հիմա դիմել ենք սահմանադրական դատարան, այսինքն ինչ է լինում արդյունքում, որ իրենք սահմանադրական կարգ խախտելով, օրենքները խախտելով, ամեն կերպ մեր քվեները փոշիացնում են, այսպես ասած գողանում են մեր քվեները ու մի բան էլ մեզ մեղադրում են, ինչ որ կեղծ, սին, ինչ որ մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին, ուզում են մենք գլուխներս կախ լսենք, մի հատ էլ վերջում ասում են պետական դավաճանի պիտակ են մեզ կպցնում։ Դրա համար չկանենք, ասենք սուտ էս խոսում։ Դա է եղել ընդհանրապես առանց հայհոյանքի մեր կողմից, առանց ոչ մի ավելնորդ բաների, ասացինք սուտ էս խոսում։ Այսպեսին երկխոսություն իրենց հետ ներկայացնել հետ չի եղել, ոչ քաղաքապետի, ոչ մի Ոչ, իրենց կողմից ոչ մի զանգ, ոչ մի բան չի եղել։ Տեսնենք հետագայում ինչ զարգացումներ կլինի, բայց եթե չեն պատժվում, նորից այսինքն նշանակում է քաղաքապետը կամ Նիկոլ Փաշինյանը իր դեմքով արտոնում է, որ սեպտեմբերի 8-ին նորից լինի ծեծկրտուկ։ Այսինքն ինքը սա երևույթ է նախադեպ անում, որ նայեք ով կգա ավականի ընդդիմադիր, եկեք ոնց ուզում եք իրանց հետ վարվեք, էլի կարող եք 37 թիվն է Ստալինի, էլի ինչ ուզում եք արեք ավականի։ Դե մինչ այդ էլ ազգային ժողովում նման շատ միջադեպեր են, ավականոնիստերն են բազմիցս։ Ու եվրոինտեգրվում են այստեղ, հասկանում եք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում այսօր մենք զրուցում ենք Սարգիս Տրեսյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։